Մայրաթորում եպիսկոպոսատ ժողով էր հրավիրվել։ Օրակարգում նաև հոգևորականների վարքին վերաբերող դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի հետ կապված հարցերն էին։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Մայրաթորում պառակտումներ, տարաձայնություններ կան։ Իշխանությունների կողմն անցնող հոգևորականների թիվն ավելանում է։ Փաշինյանի մասնակցության պատարակների թիվը նույնպես։ Եվ այդ պատարակներին չի հնչում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Հետաքրքիր է, որ Փաշինյանի մասնակցության պատարակները կատարվում են կամ այն թեմերում, որոնց առաջնորդները կալանավորված են, օրինակ Հովանավանք, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի, կամ այն թեմերում, որոնց առաջնորդներն իրենց չեզոք ու լուռ դիրքորոշմամբ ընդառաջ են գնում Փաշինյանին, նրա ձեռքը սեղմում, ողջագուրվում, մասնակցում պատարակին։ Մայրաթորում եկեղեցական ժողովին շտապող բարձրաստիճան հոգևորականները խոսքները մեկ արած ոչ մի հարցի չեն պատասխանել, ոչ մի տեղեկություն չեն հաղորդել։ Խուսափել են նաև դիրքորոշում հայտնել իշխանությունների, եկեղեցու, հոգևորականների եւ վեհափառի նկատմամբ ակտիվացող քաղաքականության վերաբերյալ։ Ես այդ պատարակից առաջ հանդիպել եմ վեհափառին։ Վեհափառն ասել է, որ դու պարտավոր ես եւ պիտի ներկա լինես թեմում եղող պատարակներին եւ պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ եւ խանգարումներ չլինեն, ընթացքը լինի սովորական եւ նորմալ։ Եվ ես ուրախ եմ, որ այդ պատարակը եղել է եւ ներկա են եղել եւ վարչապետ եւ շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը իրավունք ունեն ներկա լինելու պատարակի։ Որևէ մեկի դեմ խնդիր չունեմ եւ եթե տեղյակ եք, այն ամեն ինչ ես մտածում եմ ժողովների ժամանակ ասում եմ բաց եւ ուղիղ, առանց վախենալու։ Ինչ է կորած, վերջին անգամ ուղիղ ասել, ուղիղ ինչ եք ասել։ Կաթողիկոսը պետք է հեռանա, թե չուղիղ ասել։ Նման հարց չի եղել որևէ ժողովի։ Հիմա Ժողովի ժամանակ եթե հարց լինի եւ կարծիք պահանջվի, այդ կարծիքը կասվի։ Այդ հարցը եւ կարծիքը դուք եք պահանջում։ Արշակցվածանի հարցը կա հիմա։ Չգիտեմ, ենթադրում եմ, այս օրակարգին հիմա տեղյակ օրակարգին այնքան գիտեմ, ինչքան որ գրված է։ Ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Քննարկման արդյունքում կերևա։